Վերադարձանք եւ մեր այսօրվա առաջին հյուրերն են այսօր տաղավարում Անահիտ Ադյան, Հայաստանի Հանրապետության Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության մշակութային ժառանգության վարչության գլխավոր մասնագետ եւ Սյուզաննա Խոջամիրյանը, Եղշեչարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն։ Հիմա առաջին ձեռքից կիմանանք, թե ինչ միջոցառումներ են տեղի ունենալու թանգարանային գիշերվա շրջանակներում եւ ուր արժե գնալ։ Բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալություն, որ ձեր զբաղված գրաֆիկի մեջ ժամանակ եք գտել եւ առավոտը անցկացնում եք մեզ հետ։ Ձեզ ենք շնորհակալ հրավերի համար։ Սիրով։ Սկսենք խորագրից այս տարվա միջոցառումների եւ հասկանանք, թե այս տարվա թանգարանային գիշերը ինչով է տարբերվում նախորդ տարիներից։ Շնորհակալություն եմ հայտնում հրավերի համար եւ փորձեմ շատ հակիրճ տեղեկատվությամբ ներկայացնել թանգարանների գիշեր համաեվրոպական միջոցառման վերաբերյալ տեղեկատվությունը։ Ինչպես յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի բոլոր թանգարանները միացել են թանգարանների գիշեր համաեվրոպական միջոցառմանը եւ թանգարանների միջազգային խորհրդի կոմի նախաձեռնությամբ այս միջոցառումը, որ յուրաքանչյուր տարի կազմակերպվում է, այս տարվա խորագիրն է Հայաստանը միավորում է մասնատված աշխարհը եւ խորագրի հիմնական նպատակն է, երբ ժամանակակից աշխարհում, որտեղ բախումները եւ հիմնականում հասարակությունները բախվում են, տարանջատումներ են լինում, թանգարանները փորձում են հանդես գալ որպես միավորող մի օղակ, կամրջելով ներկան եւ անցյալը, եւ այստեղ հիմնականում թանգարանները անվտանգ մի միջավայր են ստեղծում մեր կրթության փոխանցման, ինչպես նաև պատմությունների ներկայացման եւ բազմազանության արժեքավորման համար։ Մայիսի 16-ին թանգարանների գիշեր միջոցառմանը միացել է Հայաստանի 116 թանգարաններ եւ յուրաքանչյուր թանգարան խորագրին համապատասխան իրականացնելու է բազմաժանր եւ բազմաբնույթ միջոցառումներ։ Համերգային ծրագրեր են լինելու որոշ թանգարաններում հիմնական ցուցադրությունից բացի նաև լինելու են ժամանակավոր ցուցադրություններ, կրթական ծրագրեր է իրականացվելու, քվեսների միջոցով շատ այցելուներ հնարավորություն են ունենալու մասնակցել տարաբնույթ միջոցառումների։ Մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է եւ պետք է ասեմ, որ յուրաքանչյուր տարի այդ օրը նշանակալի օր է մեզ համար, որովհետեւ հենց այդ օրն է, որ թանգարանային ոլորտի աշխատակիցները պարգևատրվում են իրենց ամբասիր աշխատանքային գործունեության եւ երկարամյա աշխատանքային գործունեության համար եւ Հայաստանի Հանրապետության Կրթության, Գիտության, Մշակույթի, Սպորտի նախարարության ոսկե մեդալով, պատվոգրերով եւ շնորհակալագրերով այդ միջոցառումը կազմակերպվում է եւ այս տարի այն իրականացվելու է Եղշեչարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում։ Լինելու է մամուլի ասուլիս, որից հետո արդեն լինելու է պարգևատրման արարողությունը։ Ծրագրերից կցանկանամ, որպեսզի Սյուզաննա Խոջամիրյանը ավելի կոնկրետ ներկայացնի ինչ միջոցառումներ են կազմակերպվում իրենց թանգարանում։ Սյուզաննային հասկանանք ընդհանուր առմամբ միջոցառմանը որքան ժամանակ եք պատրաստվում, որովհետև տարին չի սահմանափակվում, չի սկսվում եւ չի ավարտվում թանգարանային գիշերով կամ թանգարանների միջազգային օրով, այլ պարբերաբար ունենում եք կարևոր միջոցառումներ։ Ինչպես եք հասցնում կազմակերպչական աշխատանքները։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս, երբեմն երբ այսպես ռետրոսպեկտիվ հանդիպումներ ենք ունենում, հետ հայաց նետելու, թե ինչ կատարեցինք, ինչ աշխատանքներ իրականացրեցինք, մեզ էլ է այդ հարցը հետաքրքրում, թե ինչպես ենք հասցնում։ Եվ այո, թանգարանային գիշերը եւ թանգարանների միջազգային օրը պարզապես առիթներ են նշանավորելու ավելի հանրությանը մոտ լինելու, այլապես թանգարանում ամեն շաբաթյա, ամեն ամսյա եւ անդադար հետաքրքիր նախաձեռնություններ ու ծրագրեր են իրականացվում։ Իսկ թանգարանների միջազգային օրը թերևս տարվա մեջ այն միակ օրն է, որ աշխարհի բոլոր թանգարաններին եւ բոլոր գործընկերներին միավորում է մի խորագրի ներքո եւ սա շատ լուրջ խորհրդավորություն ունի ու շատ այսպես ջերմ մթնոլորտ է ստեղծում։ Թանգարանային գիշերը առիթ է հնարավորություն է մարդկանց համար, նաև այն մարդկանց, ովքեր աշխատում են եւ աշխատանքի ժամերին համընկնում է թանգարանի աշխատանքային ժամերը նաև հնարավորություն ունեն այցելելու երեկոյան, տեսնելու թանգարանի խորհրդավորությունը, թանգարանը որպես ապրող ու կենդանի օրգանիզմ, որտեղ
ընդունվածի նման պետք չէ սուս մնալ, պետք չէ այսպես շատ միստիկ միջավայրում ու մթնոլորտում հայտնվել, թանգարանը մշակութային ժամանցի կրթության ապրող միջավայր է։ Եվ այս օրերին գրականության եւ արվեստի թանգարանում եւ իր մասնաճյուղերում իհարկե բազմաթիվ ու բազմաժանր միջոցառումներ են սպասվում, այդ թվում երաժշտական երեկոներ, կոկտեյլի երեկոներ նշանավոր գրողների բաղադրատոմսերով, օրինակ Սիլվա Կապուտիկյանի բաղադրատոմսը նոր է բացահայտվել եւ առաջին անգամ այս կոկտեյլը պիտի պատրաստվի։ Հանդիպումներ գրողների հետ, նշանավոր մարդկանց հետ, նոր կրթական ծրագրերի, քվեստերի, խաղերի շնորհանդեսներ, գրքերի շնորհանդեսներ, Թումանյանի տուն թանգարանում դսեղի, որ էլի մեր մասնաճյուղերից է, հանդիպում կունենանք Թբիլիսիի Թումանյանի տան հետ, առցանց հեռարձակմամբ եւ այսպես հավատարիմ մնալով խորագրին, որ թանգարանները միավորում են մասնատված աշխարհը, մեր թանգարաններն էլ կմիավորեն տարբեր երկրներ, տարբեր ուղիղ հեռարձակմամբ կապեր կստեղծվեն, գիշերը կկենթանանան Թումանյանի հեքիաթների հերոսները, խարույկ, կիթառ, երաժշտական երեկո, շատ հետաքրքիր նաև վարդաթերթիկներով թեյախմություն է սպասվում Բակունցի տուն թանգարանի այգում Գորիսում, Կեորեսից Գորիս հիշողության կամուրջներով այսպես տարբեր թեմատիկ շրջայցեր եւ այլն եւ այլն։ Ես ուզում եմ հորդորել հեռուստադիտողին անպայման միանալ թանգարանի սոցիալական էջերին, որտեղ մանրամասն ներկայացված է ամբողջ միջոցառումների ցանկը։ Իսկ հերոսները կկենթանանան նորագույն ժամանակակից ֆորմատով, այսինքն դեպանելով թե թատերական ֆորմատով։ Թատերական ֆորմատով կլինեն բեմականացումներ, ներկայացումներ, իդեպ Գիքորի դերակատարն այժմ աշխատում է Թումանյանի տուն թանգարանում, կարող են նաև հանդիպում ունենալ նրա հետ, կարծում եմ, եւ բազմաթիվ ծրագրերի այսպեսի խտացում, հրավառություն, որը ընդհանուր կարող է պատկերացում տալ թանգարանի գործունեության մասին, որովհետև թանգարանները գրականության եւ արվեստի թանգարանը լինելով շատ բազմաժանր, բազմաթիվ մշակութային ծրագրեր է իրականացնում, բազմաթիվ այլ թանգարանների հետ լինեն դրանք մեր մասնաճյուղերը, թե ոչ, բայց մեր հավաքածուն ու թեմատիկ բազմազանությունը այդ հնարավորությունը մեզ ընձեռում է։ Հրաշալի, նշեցիք, եթե չեմ սխալվում, 116 թանգարան։ Այո։ Ինձ հետաքրքիր է, որի որ տարին է իրականացվում թանգարանային գիշեր միջոցառումը, որքան թանգարաններ են սկզբից մասնակցել, որքան են հետագայում միացել, ինչպիսի հետաքրքրվածություն կա առհասարակ այցելուների մեջ եւ արդյոք այցելուները ամբողջովին հասկանում են թանգարանային գիշերվա իմաստը, թե համեմատում են ուղղակի սովորական այցի հետ։ Այո, Հայաստանը միացել է 2005 թվականից Ֆրանսիայի մշակույթի եւ հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ եւ յուրաքանչյուր տարի, որ խորագիրը արդեն ընտրում է թանգարանների միջազգային խորհուրդը, պետք է ասեմ, որ հենց նպատակն է թանգարանների գիշեր համաեվրոպական միջոցառման շրջանակում կազմակերպել այնպիսի ցուցադրություններ, որպիսի հասարակությունը, հանրությունը ավելի հետաքրքիր եւ մոտիվացիաներով կարողանա մասնակցի այդ միջոցառումներին։ Պետք է ասեմ, որ շատ թանգարաններ հիմնականում հենց կոնկրետ իրենց ցուցադրությունները կազմակերպում են խորագրին համապատասխան, ինչպես նաև մնացած այլ միջոցառումները։ Եվ ամենակարևորագույնը, որ յուրաքանչյուր տարի այո ավելանում է այցելուների քանակը։ Ինչու է ավելանում, որովհետև հանրահռչակում այդ միջոցառման ավելի մեծանում է եւ այցելուները հնարավորություն են ունենում տարվա կտրվածքով դուրս է գալի, որ մայիս ամսին հնարավորություն են ունենում 2 անգամ այցելել թանգարան, որովհետեւ մայիսի 16-ին ժամը 11-ից մինչեւ ուշ երեկո 24:00-ն անվճար է այցելությունը, անվճար հիմունքներով է լինում, մայիսի 18-ին հիմնական այցելության ժամերին եւ ասեմ նաեւ յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը եւս այցելուները հնարավորություն ունեն անվճար այցելելու թանգարաններ։ Դա իհարկե վերաբերվում է նախարարության ենթակայությամբ թանգարաններին։ Թանգարանային գիշերը որպես այդպիսին ոչ միայն մշակութային ծրագիր է, այլ նաև կրթական, ինչի մասին կուզեմ մի փոքր ավելի մանրամասն խոսենք։ Ինչ է սպասվելու վարպետաց դասեր, կրթական ծրագրեր դպրոցների համար, թե ոչ միայն այս շրջանակներում է դա, այլ նաև առհասարակ։
Առհասարակ նախարարության ենթակայությամբ գործող բոլոր թանգարաններում կրթական ծրագրեր են իրականացվում եւ յուրաքանչյուր թանգարան իր թեմատիկային համահունչ, ինչպես նաեւ թանգարանային հավաքածուից ելնելով կազմակերպում է իր կրթական ծրագրերը։ Դրանք լինում են հիմնականում տարբեր խմբերի երեխաների համար՝ կրտսեր, միջին եւ ավագ տարիքի երեխաների եւ ինչու՞ չէ նաեւ մեծահասակների համար կան թանգարաններ, որոնք անգամ ունեն ընտանեկան փաթեթներ եւ այդ երբ որ կրթական ծրագրի մասնակից են լինում նաեւ ոչ միայն երեխաները, այլև ընտանիքի անդամները։ Եվ շատ կարեւոր է, որ այդ կրթական ծրագրերի մասնակից են լինում նաեւ հաշվանդամության խնդիր ունեցող երեխաները եւ այդ թիրախային ծրագրերը կոնկրետ կազմակերպվում են նաեւ իրենց համար։ Տարեստարի ավելանում է երեխաների մասնակցությունը կրթական ծրագրերին եւ ասեմ, որ 25 թվականի դրությամբ նախարարության ենթակայությամբ թանգարաններում 2293 կրթական ծրագիր է իրականացվել, որի մասնակիցների թիվը կազմել է 48000-ից ավելի աշակերտ եւ ինչու՞ չէ նաեւ մեծահասակներ։ Վարպետաց դասեր են իրականացվում, այդ վարպետաց դասեր են իրականացվում, ջրաներկով ինչ որ աշխատանքներ են կազմակերպում, կավե ստեղծագործություններ են ստեղծում, շատ տարաբնույթ կրթական ծրագրեր են կազմակերպում։ Շնորհակալություն։ Սուզաննա, նշեցիք, որ տարատեսակ են միջոցառումները, այդ թվում եւ ներկայացումների ֆորմատով, իսկ ինչ կասեք նորագույն տեխնոլոգիաների մասին, արդյոք համադրվում են նորագույն տեխնոլոգիաները թանգարանների հետ։ Ձեր խոսքում նշեցիք, որ թանգարանն այլևս այն վայրը չէ, որտեղ պետք է լուր լինել, այլ կարելի է ապրել դրանով, ուղղակի ապրել այնտեղ նաեւ այդ մի քանի ժամը, երբ այցելում ես։ Նորագույն տեխնոլոգիաները բերում են նոր սերնդին թանգարան, թե դեռ դրան չենք հասել։ Հասել ենք, պարզապես պիտի հասցնենք հետևից վազել, որովհետև տեխնոլոգիաներն այնքան արագ զարգացում են ապրում, որ դրա այդ տեմպին պետք է իսկապես հասցնել։ Թանգարաններում, շատ թանգարաններում արդեն գործում են VR, AR, MR տարբեր տարբերակներ տեխնոլոգիաների, որով հնարավորություն կա ներթափանցել կտավի մեջ, ներթափանցել որևէ աշխատության մեջ կամ շատ ինտերակտիվ մասնակցություն ունենալ շատ ծրագրերի եւ այլն։ Տեխնոլոգիաները մեր օրերում արդեն դարձել են պարտադիր մաս եւ մենք փորձում ենք հիմա շեշտադրումն իսկապես բերել տեխնոլոգիաների եւ մշակույթի գրականության եւ տեխնոլոգիաների գրականությունից տեխնոլոգիա թե տեխնոլոգիայից գրականություն այս համատեքստում հետաքրքիր լուծումների եւ իհարկե չհեռանալ բնօրինակներից, որովհետեւ եկեք ընդունենք, որ որքան էլ որ տեխնոլոգիաները հիմա ավելի գրավիչ են, հետաքրքիր եւ ավելի հանրամատչելի են դարձնում նյութը, բայց մեր հիմնական առաքելությունն է հենց հոգ տանել բնօրինակների, բնագրերի մասին եւ հաղորդակից դարձնել սերունդներին հենց այդ մասունքներին, հենց բնօրինակներին։ Թերևս տեխնոլոգիաներով հագենալու, ավելի հարստանալու շուրջ լայնածավալ աշխատանքներ են իրականացվում եւ առաջին անգամ պիտի հնչեցնեմ, որ հուրախությամբ պիտի նշեմ, որ Գրականության եւ արվեստի թանգարանը շուտով կհամալրվի թվայնացման նորագույն տեխնոլոգիայով, ելնելով նաեւ այն հրամայականից, որ թանգարանը նաև գիտահետազոտական կենտրոն է, այսինքն Գրականության եւ արվեստի թանգարանում են, սա մեր նորագույն մատենադարանն է։ Այստեղ են պահվում 18-րդ դարից սկսած մինչև մեր օրեր գրականության, կինոյի, թատրոնի, երաժշտության ոլորտի մեր բոլոր երևելիների արխիվները, այդ թվում գրավոր ժառանգությունը, եւ բնականաբար չի կարող լինել որևէ ակադեմիական հետազոտություն նշալ ոլորտների վերաբերյալ նշալ ժամանակագրության մեջ առանց այս բնագրերի գործածման եւ ահա դրանց թվայնացման խնդիրն արդեն դառնում է օրհասական եւ առաջնահերթ լրջության խնդիր եւ շուտով մենք կստեղծենք թվայնացման լաբորատորիա, որտեղ կաշխատենք անընդհատ համալրել այս սարքավորումները եւ ավելի հանրամատչելի դարձնել նաեւ մեր արխիվները։ Իսկապես սա հրաշալի է, բայց ճիշտ է, բնօրինակից հեռանալ պետք չէ, այլ հակառակը կարծում եմ նորագույն տեխնոլոգիաները կօգնեն մոտենալ բնօրինակին։ Այ խոսեցիք շատ հետաքրքիր ձեռքբերումներից, եթե խոսենք մի փոքր ավելի գլոբալ թանգարանային ոլորտի ձեռքբերումներից եւ նշենք մի քանի ամենաակներևն ու կարևորագույնները։
Քանի որ խոսքը գնաց VR, MR, AR այդ տեխնոլոգիաների կիրառմանը, ես ասեմ, որ 26 թվականի պետական բյուջեի ապահովման միջոցառման ապահովման ծրագրերից ամենակարևորագույնը դա դասարվեստ կրթամշակութային ծրագիրն է։ Դասարվեստ կրթամշակութային ծրագրի հիմնական նպատակն է, որ Հայաստանի Հանրապետության 10 մարզերում կազմակերպի կրթական ծրագրեր եւ շահառուն հանդիսանում է առաջինից 12-րդ դասարանի երեխաները եւ հիմնական նպատակն է, որպեսզի հենց բնօրինակ աշխատություն բաները, մեր մշակութային արժեքները երեխաները կարողանան տեսնեն եւ հաղորդակից լինեն այդ մշակութային արժեքներին։ Այս տարի ծրագիրը իրականացնելու է ռուսական արվեստի թանգարանը եւ մայիսի 25-ի մեկնարկը տրվելու է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում եւ ասեմ ծրագրում փոփոխություն են իրականացրել եւ VR ակնոցի այդ VR ակնոցի միջոցով երեխաները հնարավորություն են ունենալու ծանոթանալու ռուսական արվեստի հիմնական ցուցադրությունում գտնվող Բորիս Գրիգորյևի կենթանաբանական այգու այդ գեղանկարի օրինակի միջոցով հայտնվել նկարում։ Այսինքն յուրաքանչյուր այդ երեխա հնարավորություն կունենա VR ակնոցը դնելով հայտնվի նկարում եւ ծանոթանալ այդ տեխնոլոգիաների կիրառմանը։ Բայց ասեմ, որ նախարարության դրամաշնորհային ծրագրերով շատ թիրախային մոտեցում կա թանգարաններում իրականացնել այդ տեխնոլոգիաների կիրառման ծրագրեր եւ շատ արդեն նախարարության աջակցությամբ շատ թանգարաններում այդ տեխնոլոգիաների կիրառումը արդեն օգտագործվում է։ Կոմիտասի թանգարան ինստիտուտում, Արամ Խաչատրյանի տուն թանգարանում պետք է ասեմ, որ վերջերս մենք շատ կարևորագույն ձեռքբերում ունեցանք Արշիլ Գորկուան վերնագիր գրաֆիկական աշխատանքը։ Մենք մեր եթերից խոսել ենք նրան։ Այո, եւ ասեմ, որ արդեն իսկ VR ակնոցի միջոցով այցելուն կարողանում է մտնել այդ գրաֆիկական աշխատանքի մեջ եւ հայտնվել այդ ծաղկային գեղեցիկ միջավայրում։ Հրաշալի է, որ բացի Երևանից չի կենտրոնանում ամեն ինչը Երևանի վրա, նաև մարզերում է ամեն ինչը ակտիվանում, թանգարանային կյանքը ապրում եւ այո, քանի որ նախարարությունը մշակութային քաղաքականությունը ինքն է իրականացնում, ես պետք է ասեմ, որ ոչ միայն ուշադրություն է դարձվում նախարարության ենթակայության թանգարաններում, այլև համայնքային գործող թանգարաններին եւ մեր նպատակն է, որպեսզի մենք արդիականացնենք ոչ մեր ենթակայության թանգարանների մշտական ցուցադրությունները, այլև կարողանանք հոգ տանել նաև այն արժեքներին, որոնք հենց պահվում են թանգարաններում։ Շնորհակալություն զրույցի համար։ Կարծում եմ մեր հեռուստադիտողը արդեն խճճվելու է, թե ուր գնալ, որովհետև բազմաթիվ են հետաքրքիր միջոցառումները, բայց ունի ժամանակ, որովհետև մայիսի 16-ին թանգարանային գիշերվա օրը թանգարանները աշխատելու են մինչև կեսգիշեր կարծես։ Այո, մայիսի 18-ին մինչև 18:00 անվճար հիմունքներով։ Այո։ Հրաշալի, այնպես որ հասցրեք, օգտվեք, քանի որ իրոք հրաշալի նախաձեռնություն է, իսկ հիմա սիրելի հեռուստադիտողներ առաջարկում ենք լսել լավ երաժշտություն եւ վերադառնալ